Բարև ձեզ, Արցախի հանրային հեռուստատեսության եթերում հետհաշվարկն է, երկրորդ կիսաեզրափակիչ։ Այսօր մեր հետ խաղում են Սոֆիա և Ֆենեք թիմերը։ Միանգամից անցնենք խաղի կանոններին։ Յուրաքանչյուր խաղի մասնակցում է 2 թիմ, տրվում են հարցեր։ Ցանկացած հարցի պատասխանելու համար դուք ունեք 1 րոպե ժամանակ։ Լսելու եք 2 ձայնային ազդանշան։ Մեկը 10 վայրկյան մնացած, մեկը րոպեն ավարտվելուց հետո։ Առաջին ձայնային ազդանշանը լսելուց հետո պետք է ձեր պատկերացրած ճիշտ պատասխանը գրեք գրատախտակին։ Ցանկացած ճիշտ պատասխանի դիմաց թիմը ստանալու է 1 միավոր եւ կորցնելու է 1 խաղացող, թե ինչպես վիճակահանության միջոցով։ Մեկ անգամ թիմի ավագը ունի վետոյի իրավունք։ Ինչ է սա նշանակում։ Եթե չեք ցանկանում, որ տվյալ խաղացողը լքի խաղը, ապա ես նորից վիճակահանություն եմ կազմակերպում։ Եթե թիմի ավագը չի օգտվում վետոյի իրավունքից, վետոյի իրավունքն անցնում է թիմին եւ որոշվում է արդեն ընդհանուր որոշումով։ 4-4 հաշվի դեպքում խաղում ենք մինչև առաջին ճիշտ եւ սխալ պատասխանը։ Ընդունելի տարբերակ է համարվում գրատախտակի վրա գրված առաջին պատասխանը։ Եթե բանավոր եւ գրատախտակի վրա գրված պատասխանները իրար հետ չեն համընկնում, այդ դեպքում ես ընդունելի եմ համարում գրավոր գրված պատասխանը։ Այս հաղորդումը յուրահատուկ է նաեւ նրանով, որ այսօր մեր հետ է Շուշիից Անի Աբրահամյանը, ծափահարենք Անին։ Այժմ ներկայացնենք թիմերին եւ թիմերի կազմը։ Սկսենք Ֆենեք թիմից։ Մարտիրոսյան Կարեն, Ամիրխանյան Լենա, Մարգարյան Յուրա, Կարապետյան Քրիստինե, Բաղդասարյան Արմինե, Ալեքսանյան Մաքսիմ, Աբրահամյան Արմիդա, Ալեքսանյան Քրիստիան, Պողոսյան Յուրի և Հովսեփյան Նոնա։ Սիրելի հեռուստադիտող, հարգելի գիտակներ, հիշեցնեմ, որ հետհաշվարկ ինտելեկտուալ խաղ մրցույթն անց է կացվում Արցախյան Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո։ Հաջողություն եմ մաղթում թիմերին։ Երկրորդ կիսաեզրափակիչ, հարց առաջին։ Նոր գվինեական լեգենդի համաձայն բոլոր մարդիկ ի սկզբանե ապրել են մեկ երկաթե ծառի տակ։ Մի անգամ որոշել են ծառը ծալել գետնին, սակայն փորձն անհաջող է ավարտվել։ Այս լեգենդը բացատրում է դրանց ծագումը։ Պապուա Նոր Գվինեան դրանց քանակով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։ Անվանեք դրանք։ Նոր գվինեական լեգենդի համաձայն բոլոր մարդիկ ի սկզբանե ապրել են մեկ երկաթե ծառի տակ։ Մի անգամ որոշել են ծառը ծալել գետնին, սակայն փորձն անհաջող է ավարտվել։ Այս լեգենդը բացատրում է դրանց ծագումը։ Պապուա Նոր Գվինեան դրանց քանակով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։ Անվանեք դրանք։ Տասվարկյամ։ Ժամանակ։ Սկսենք Սոֆիա թիմից։ Կակտուսները։ Մեր կարծիքով խոսքը կամուրջների մասին։ Կամուրջների մասին է։ Նոր գվինեական լեգենդի համաձայն բոլոր մարդիկ ի սկզբանե ապրել են մեկ երկաթե ծառի տակ։ Մի անգամ որոշել են ծառը ծալել գետնին, սակայն փորձն անհաջող է ավարտվել։
Այս լեգենդը բացատրում է դրանց ծագումը։ Պապուա Նոր Գվինեան դրանց քանակով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։ Խոսքը լեզուների մասին է։ Մարդիկ գրեթե կարողացան ծառը ծալել գետնին, բայց ամենավերջում այն կտրուկ ուղղվեց եւ ցրեց նրանց այնքան հեռու, որ նրանք այլևս չէին կարողանում գտնել միմյանց։ Այդ լեգենդը հիշեցնում է Բաբելոնի աշտարակի աստվածաշնչյան պատմությունը։ Խաղի արխիվը չի բացվել, ուշադրություն հարցը։ Համաձայն գիտական Skens ամսագրի հոդվածի վերնագրի դա տեղի ունեցել մեզանից 450,000 տարի առաջ։ Դովերի տարածքում սառցադաշտերի հալման պատճառով։ Անվանեք այն 6 անգլերեն տառերով բառը, որը մեզ առավել հայտնի է 2016 թվականի հունիսի 23-ին հանրաքվեի արդյունքների համաձայն։ Համաձայն գիտական Skens ամսագրի հոդվածի վերնագրի դա տեղի ունեցել մեզանից 450,000 տարի առաջ։ Դովերի տարածքում սառցադաշտերի հալման պատճառով։ Անվանեք այն 6 անգլերեն տառերով բառը, որը մեզ առավել հայտնի է 2016 թվականի հունիսի 23-ին հանրաքվեի արդյունքների համաձայն։ Անվանեք այն 6 անգլերեն տառերով բառը, որը մեզ հայտնի է 2016 թվականի հունիսի 23-ին հանրաքվեի արդյունքների համաձայն։ Ժամանակ։ Սկսենք Fennec թիմից։ Պատասխան չունեք։ Խնդրեմ Սոֆիա։ Brexit։ Խոսքը Brexit-ի մասին է։ Համաձայն գիտական Skens ամսագրի հոդվածի վերնագրի դա տեղի ունեցել մեզանից 450,000 տարի առաջ դովերի տարածքում սառցադաշտերի հալման պատճառով։ Անվանեք այն 6 անգլերեն տառերով բառը, որը մեզ առավել հայտնի 2016 թվականի հունիսի 23-ին հանրաքվեի արդյունքների համաձայն։ Իհարկե Brexit-ի մասին է խոսքը։ 1-0 Մեկնաբանություն։ Սառցադաշտերի հալման պատճառով ծովի մակարդակը բարձրացավ եւ բացեր առաջացան Լեռնաշխթայում, որը միացնում էր Մեծ Բրիտանիան մայրցամաքին։ Այսպիսով Բրիտանիան առաջին անգամ անջատվեց մայրցամաքային Եվրոպայից 2016 թվականի հունիսին 52%-ով քվեարկել էր, որ միացյալ թագավորությունը լքի Եմն, իսկ գործընթացը անվանվեց Brexit, որն էլ գիտնականը դարձրել է իր հոդվածի վերնագիրը։ Խաղի հաշիվն է 1-0 եւ Սոֆիա թիմը լքում է Հովսեփյան Նոնան։ Խաղի հաշիվն է 1-0, ուշադրություն հարց։ Ռեյ Ալվարեսը 2 միլիոն աշխատողների հետ գալիս է մեծ քանակությամբ նուշ աճեցնելու համար։ Անվանեք Ալվարեսի մասնագիտությունը երկարմատ բառով։ Ռեյ Ալվարեսը 2 միլիոն աշխատողների հետ գալիս է մեծ քանակությամբ նուշ աճեցնելու համար։ Անվանեք Ալվարեսի մասնագիտությունը երկարմատ բառով։ Որն էր Ռեյ Ալվարեսի մասնագիտությունը։ Որն էր Ռեյ Ալվարեսի մասնագիտությունը։ 10 վայրկյան։ Ժամանակ։ Սոֆիա թիմը պատասխան չունի։ Ֆենեք Նարկոբարոն։ Նարկոբարոն, հետաքրքիր գաղափարներ մտքեր։ Ռեյ Ալվարեսը 2 միլիոն աշխատողների հետ գալիս է մեծ քանակությամբ նուշ աճեցնելու համար։
Անվանեք Ալվարեսի մասնագիտությունը երկար մատ ունեցող բառով։ Ռե Ալվարեսը մեղվապահ էր։ Հսկայական թվով ծառեր փոշոտելու համար պետք է հատուկ մեղուններ բերել։ Սիրելի հեռուստադիտող, սիրելի գիտակներ, նկարով հարց։ 2016 թվականի մարտի 11-ին Լիտվայի անկախության վերականգնման տոնի կապակցությամբ մայրաքաղաք Վիլնյուսի փողոցներում դրանցից որոշներում փոփոխվեց սովորական հերթականությունը։ Անվանեք դրանք։ 2016 թվականի մարտի 11-ին Լիտվայի անկախության վերականգնման տոնի կապակցությամբ մայրաքաղաք Վիլնյուսի փողոցներում դրանցից որոշներում փոփոխվեց սովորական հերթականությունը։ Անվանեք դրանք։ Սիրելի ֆենեք, պատասխան ունեք շատ լավ, ավելի հոյակապ։ Մենք ժամանակը ավելորդ չենք ծախսում։ Սկսենք ֆենեկից։ Մենք խոսքը լուսացույցի գույների հերթականության մասին։ Պատասխանը պարզ է։ Սվետաֆոր լուսացույց։ Սվետաֆոր լուսացույց։ 2016 թվականի մարտի 11-ին Լիտվայի անկախության վերականգնման տոնի կապակցությամբ մայրաքաղաք Վիլնյուսի փողոցներում լուսացույցներից որոշներում փոփոխվեց սովորական հերթականությունը։ 2-1։ Ֆենեք թիմը լքում է Բաղդասարյան Արմինեն։ Սոֆիան լքում է Ալեքսանյան Քրիստիանը։ Խաղի հաշիվն է 2-1, ուշադրություն հարց։ Միջնադարում եվրոպացի վանականները գուղբը համարում էին ձուկ, այն հիմքով, որ նա թեփուկավոր պոչ ուներ։ Ցանկացած ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ գուղբը ձուկ չէ, իսկ ինչու նրանք չէին տեսնում այդ ակնհայտ փաստը։ Միջնադարում եվրոպացի վանականները գուղբը համարում էին ձուկ, այն հիմքով, որ նա թեփուկավոր պոչ ուներ։ Ցանկացած ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ գուղբը ձուկ չէ, իսկ ինչու նրանք չէին տեսնում այդ ակնհայտ փաստը։ Ինչու վանականները չէին տեսնում այդ ակնհայտ փաստը։ Միջնադարում եվրոպացի վանականները գուղբը համարում էին ձուկ, այն հիմքով, որ նա թեփուկավոր պոչ ուներ։ Ցանկացած ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ գուղբը ձուկ չէ, իսկ ինչու նրանք չէին տեսնում այդ ակնհայտ փաստը։ 10 վայրկյան։ Ժամանակ։ Սկսենք Սոֆիա թիմից։ Երբեք չեն բռնել։ Երբեք չեն բռնել։ Խանգարում էր վեղարը։ Խանգարում էր վեղարը։ Պատասխանը պարզ է։ Չէին տեսնում, էլի փաստորեն։ Միջնադարում եվրոպացի վանականները գուղբը համարում էին ձուկ, այն հիմքով, որ նա թեփուկավոր պոչ ուներ։ Ցանկացած ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ գուղբը ձուկ չէ, իսկ ինչու նրանք չէին տեսնում այդ ակնհայտ փաստը, որպեսզի պահքի ժամանակ կարողանան գուղբի միս ուտել։ Մենք ճիշտ պատասխան չունենք։ Խելացի վանականները։ Ուշադրություն հարց։ Առակ։ Մի անգամ երաշտի ժամանակ հավատացյալները գնում են հայտնի ռաբիի մոտ եւ խնդրում, որ անձրև գա։ Ռաբին պատասխանում է. Իհարկե, ես կարող եմ աղոթել անձրևի համար, բայց տեսնում եմ, որ ոչինչ չի ստացվի, քանի որ ձեր մեջ իսկական հավատք չկա։ Ինչու՞, հարցրեցին ռաբիին, որին նա պատասխանեց. Եթե հավատայիք դուք, ավարտեք ռաբիի խոսքը։ Առակ, մի անգամ երաշտի ժամանակ հավատացյալները գնում են հայտնի ռաբիի մոտ եւ խնդրում, որ նա անձրև բերի։ Ռաբին պատասխանում է. Իհարկե, ես կարող եմ աղոթել անձրևի համար, բայց տեսնում եմ, որ ոչինչ չի ստացվի, քանի որ ձեր մեջ իսկական հավատք չկա։ Ինչու՞, հարցրեցին ռաբիին, որին նա պատասխանեց. Եթե հավատայիք դուք, ավարտեք ռաբիի խոսքը։
Տասավարկեմ։ Ունեք պատասխաններ երկուստը։ Շատ լավ։ Ժամանակն իրական ավարտվել է։ Այս անգամ սկսենք Սոֆիա թիմից։ Խնդրեմ։ Ուղղակի կդիմեիք առանցի միջնորդությանը։ Առանցի միջնորդության կդիմեիք։ Կգայի Անձրևանոցով։ Կգայիք Անձրևանոցով։ Եթե հավատայիք դուք Անձրևանոցով կգայիք 2-2։ Մարգարյան Յուրանն է լքում խաղը։ Ուշադրություն հարց։ Դարտանյանն ակնհայտորեն գլոբալիզացիայի դարաշրջանի մարդ չէ։ Այսպիսով, 20 տարի անց վեպում Դարտանյանը համաձայնվում է մնալ իր ընկերների հետ օգնելու ազատել թագավոր Չարլզ առաջին Ստյուարտին, բայց միայն այն պայմանով, որ նրան չստիպեն ինչ անել։ Դարտանյանն ակնհայտորեն գլոբալիզացիայի դարաշրջանի մարդ չէ։ Այսպիսով, 20 տարի անց վեպում Դարտանյանը համաձայնվում է մնալ իր ընկերների հետ օգնելու ազատել թագավոր Չարլզ առաջին Ստյուարտին, բայց միայն այն պայմանով, որ նրան չստիպեն ինչ անել։ Չստիպեն ինչ անել։ Տասավարկեմ։ Ժամանակ։ Ֆենեկից սկսենք։ Չունենք պատասխան։ Չունեք պատասխան։ Սոֆիա։ Կաթոլիկներից անցնի պրոտեստանտի։ Հավատք փոփ։ Հասկացա, ձեր պատասխանը պարզ։ Դարտանյանն ակնհայտորեն գլոբալիզացիայի դարաշրջանի մարդ չէ, այսպիսով 20 տարի անց վեպում Դարտանյանը համաձայնվում է մնալ իր ընկերների հետ օգնելու ազատել թագավոր Չարլզ առաջին Ստյուարտին, բայց միայն այն պայմանով, որ նրան չստիպեն սովորել անգլերեն։ Իսկ ժամանակակից մարդիկ ընդհակառակը ձգտում են սովորել անգլերեն, հատկապես գլոբալիզացիայի համատեքստում։ Ուշադրություն հարցը։ Բրիտանացի ֆիզիոլոգ եւ թերապևտ Ջոն Ռեյնոլդսը 1851 թվականին ոսկե մեդալով ավարտել է Լոնդոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը, սակայն նրա գլխավոր հաղթանակներից մեկը թվագրվում է 1878 թվականին, երբ նա նշանակվել է, պատասխանեք հնարավորինս ճշգրիտ, որպես ինչ է նշանակվել։ Նորից եմ կրկնելու։ Բրիտանացի ֆիզիոլոգ եւ թերապևտ Ջոն Ռեյնոլդսը 1851 թվականին ոսկե մեդալով ավարտել է Լոնդոնի համալսարանի բժշկության ֆակուլտետը, սակայն նրա գլխավոր հաղթանակներից մեկը թվագրվում է 1878 թվականին, երբ նա նշանակվել է, պատասխանեք հնարավորինս ճշգրիտ, որպես ինչ է նշանակվել։ Տասավարկեմ։ Ժամանակ։ Սկսենք Ֆենեկից։ Նշանակվել է նույն համալսարանի ռեկտոր։ Նույն համալսարանի ռեկտոր։ Դպրոցը ավարտել է այդ թվականին։ Դպրոցն ավարտել է։ Բրիտանացի ֆիզիոլոգ եւ թերապևտ Ջոն Ռեյնոլդսը 1851 թվականին ոսկե մեդալով ավարտել է Լոնդոնի համալսարանի բժշկության ֆակուլտետը, սակայն նրա գլխավոր հաղթանակներից մեկը թարգմանվում է 1878 թվականին, երբ նա նշանակվել է Վիկտորիա թագուհու անձնական բժիշկ։ Բժշկի համար Բրիտանիայում թերևս ամենապատվավոր պաշտոններից մեկը Վիկտորիա անունն էլ թարգմանվում է որպես հաղթանակ։
Խաղի հաշիվն է 2-2, ուշադրություն հարցը։ Վալտեր Դիմերի կողմից 75 տարի առաջ արված գյուտից հետո նման մրցույթներ հաճախ են անցկացվում ամբողջ աշխարհում։ Ռեկորդը պատկանում է Կալիֆոռնիայից Սյուզան Ուիլյամս անունով մի աղջկա եւ ունի 58.4 սանտիմետր տրամագիծ։ Ինչ մրցույթի մասին է խոսքը։ Վալտեր Դիմերի կողմից 75 տարի առաջ արված գյուտից հետո նման մրցույթներ հաճախ են անցկացվում ամբողջ աշխարհում։ Ռեկորդը պատկանում է Կալիֆոռնիայից Սյուզան Ուիլյամս անունով մի աղջկա եւ ունի 58.4 սանտիմետր տրամագիծ։ Ինչ մրցույթի մասին է խոսքը։ Երկու թիմերն ունեն պատասխան։ Խնդրեմ Սոֆիա։ Ժվացինը ռեզինկի պուզերը։ Բարձր ձեր պատասխան։ Նույն պատասխանը ծամոնից փուչիկ պատրաստել։ Ծամոնից փուչիկ պատրաստել։ Դուք երկուստ էլ ճիշտ եք։ 3-3։ Ամիրխանյան Լենան է լքում խաղը։ Աբրահամյան Արմիդան։ Խաղի հաշիվն է 3-3, բավականին հետաքրքիր խաղ, ուշադրություն հարցը։ Անցյալ դարի 70-ական թվականներին նրանցից մեկի վիճակը վատացել է։ Նրա անձնագիրը շտկել են եւ ուղարկել Եվրոպա, որտեղ ախտորոշման ընթացքում հայտնաբերել են արտրիտ եւ կոտրվածքներ։ Որոշ ժամանակ անց նա վերադարձավ հայրենիք։ Անվանեք նրան մեկ բառով։ Իհարկե։ Անցյալ դարի 70-ական թվականներին նրանցից մեկի վիճակը վատացել է։ Նրա անձնագիրը շտկել են եւ ուղարկել Եվրոպա, որտեղ ախտորոշման ընթացքում հայտնաբերել են արտրիտ եւ կոտրվածքներ։ Որոշ ժամանակ անց նա վերադարձավ հայրենիք։ Անվանեք նրան մեկ բառով։ Երկու թիմերն էլ պատասխաններ ունեն։ Ունեք պատրաստ։ Շատ լավ։ Այս անգամ սկսենք Ֆենեկից։ Մեր պատասխանն է մումիա։ Մումիա։ Մումիա, ֆարաոն։ Պարզ է ձեր պատասխան։ Անցյալ դարի 70-ական թվականներին նրանցից մեկի վիճակը վատացել է։ Նրա անձնագիրը շտկել են եւ ուղարկել Եվրոպա, որտեղ ախտորոշման ընթացքում հայտնաբերել են արտրիտ եւ կոտրվածքներ։ Որոշ ժամանակ անց նա վերադարձել է հայրենիք։ Խոսքն իհարկե մումիայի մասին է։ Անձնագիրը շտկել են փաստաթղթերի ձևակերպումն արագացնելու համար։ Ռամզես II-ի մումիան որպես մշակութային արժեք արտահանումից խուսափելու համար։ 4-4։ Այստեղ որևէ թիմ չի օգտագործել վետոյի իրավունքը, իհարկե այս վիճակահանությունը ձևական բնույթ է կրում, բայց Ալեքսանյան Մաքսիմ, վետո տրամաբանորեն, խաղը լքում է Պողոսյան Յուրին և Մարտիրոսյան Կարեն, վետո տրամաբանորեն խաղը լքում է Կարապետյան Քրիստինեն, սիրելի հեռուստադիտող, սիրելի գիտակներ, նկարով հարց։ Նկարում դուք կարող եք տեսնել Եվրոպայի քարտեզը, որից մենք ջնջել ենք մի քանի թվեր։ Վերականգնեք այն թիվը, որը համապատասխանում է Ռուսաստանին։
Սվարկեմ։ Ժամանակ։ Սկսենք Սոֆիա թիմից, խնդրեմ։ 1 Իմ կարծիքով խոսքը տարեի այգուբենի տարեի քանակի մասին է 33։ Նկարում դուք կարող եք տեսնել Եվրոպայի քարտեզը, որից մենք ջնջել ենք մի քանի թվեր։ Վերականգնեք այդ թիվը, որը համապատասխանում է Ռուսաստանին։ Խոսքն իհարկե 33 թվի մասին է։ Այս քարտեզը ցույց է տալիս եվրոպական երկրների պետական լեզուներում տառերի քանակը, բավականին հետաքրքիր պայքարով լի խաղում Սոֆիա եւ Ֆենեք թիմերի միջև 5-4 հաշվով միջայլոց մեր երկու կիսաեզրափակիչներն ավարտվել են 5-4 խաղով հաղթեց Ֆենեք թիմը, ինչի համար եւ մենք շնորհավորում ենք։ Ինձ մնում է միայն հիշեցնել, որ հետաշվարք ինտելեկտուալ խաղն են ցկասվում Արցախի հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո։ Կհանդիպենք եզրափակչում։